Ովսաննա բարձրյալին, օրհնյալ լինի նա, ով գալիս է Տիրոջ անունով։ Ահա այսպես մանուկները դիմավորեցին Հիսուսին, երբ նա էշի ու քուռակի վրա նստած մտավ Երուսաղեմ։ Այս կիրակի առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբում է ծաղկազարդը։ Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ, որով սկսվում է ավագ շաբաթը, Տիրոջ երկրային կյանքի վերջին շաբաթը։ Մարդիկ ուրախությամբ, ձիթենու և արմավենու ճյուղերով դիմավորեցին Հիսուսին, նրա ոտքերի տակ փռելով իրենց հագուստները, ի նշան մեղքից ազատումի։ Այստեղ հավաքված ժողովուրդը մեծ ակնկալիք ուներ Հիսուսից։ Ընդամենը մի քանի օրեր առաջ նա հարություն էր տվել 4 օրվա մեռելին Ղազարոսին։ Նրա համբավը տարածվել էր ամբողջ Երուսաղեմում և շրջակայքում։ Ծաղկազարդի նախորդ երեկոյան հայ եկեղեցիներում հիշատակն է Ղազարոսի հարության։ 40 օր առաջ փակված եկեղեցու վարագույրները բացվում են ի հիշատակ Հիսուսի Երուսաղեմ հաղթական մուտքի և կատարվում է նախատոնակ, իսկ հաջորդ օրը Սուրբ Պատարագի ավարտին մանուկների օրհնության կարգ։ Թեև մեծ ուրախություն էր տիրում Երուսաղեմում, բայց այդ ուրախությունը սկիզբն էր մեծ մի տխրության։ Մի քանի օր հետո այդ նույն ժողովուրդը պիտի մատներ ու խաչը բարձրացներ նրան։ Հիսուսի ողբը Երուսաղեմի համար, թե գոնե այս օրերին գիտենայիր քո խաղաղությունը և թե քարը քարի վրա չպիտի թողնվի, խորհրդանշական է։ Ծաղկազարդին Հիսուս խոնարհությամբ եկավ, սակայն երկրորդ գալստյան ժամանակ պետք է արդարությամբ և դատաստանով գա։ Ինչպես Երուսաղեմի տաճարը այցելեց, այնպես էլ մեր սերտերը թող այցելի, քանի որ մենք էլ Աստծո տաճարներ ենք։ Ինչպես այնտեղ եղող լումայափողներին և աղավնավաճառներին Տերը դուրս հանեց, այնպես էլ մեր ներսը պետք է շտկի։ Այսօր աշխարհը և մենք կարիքն ունենք խաղաղության։ Ամեն կողմ անհանգստություն է և պատերազմ։ Ուր որ խաղաղություն չկա, այնտեղ բացակայում է նաև Աստծո կամքը։ Աղոթենք խաղաղության համար։ Մեզանից հասանելիք մասնիկը ներդնենք մեր շուրջը խաղաղություն հաստատելու համար, որպեսզի երբ Տերը գա, չնմանվենք Երուսաղեմի այն ժողովրդին, ով թեև օրհնություն գոչեց, սակայն միևնույն ժամանակ մահվան դատապարտեց Հիսուսին։ Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։